Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Dreamcar-ից, զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքի կազմակերպմամբ Չինաստանում, այսուհետ նոր եւ շահագործված։ Այսօր ձեզ եմ ներկայացնում չինական առաջատար արտադրողի BYD-ի պրեմիում սեգմենտի ամենագնացները Leopard 5 եւ Leopard 8։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք այս վիդեոն եւ մենք սկսեցինք։ BYD Leopard կամ Fangcheng Bao կամ ինչպես չինացիներն են ասում Fangcheng Bao 1 տարի առաջ թողարկեց Leopard 5 մոդելը, որը որ Toyota Prado-ի ուղիղ մրցակիցն է, վաճառքներով Չինաստանում գերազանցեց բոլոր մրցակիցներին, մեքենան հիբրիդային է, BYD-ի բոլոր մոդելները առանց բացառության կիրառված են DM տեխնոլոգիայով, այսինքն Dual Mode։ BYD մոդելների դեպքում DMI, այսինքն Dual Mode Intelligent, ստեղ Dual Mode Off-Road։ Ի տարբերություն օրինակ Լիսյանի, ստեղ ավանդական plug-in hybrid-ը, որն է հիմնական տարբերությունը։ Լիսյանի դեպքում փոքր գեներատորը չի հասցնում լիցքավորել մարտկոսը բարձր արագությունների ժամանակ ու դրա համար դուք ունենում եք էներգիայի կորուստ։ Ավանդական plug-in hybrid-ի առավելությունը նա է, որ բենզինային 1.5 լիտրանոց տուրբոշարժիչը միացված է ակերին ու բարձր արագության ժամանակ էլեկտրական եւ բենզինային շարժիչները աշխատում են միաժամանակ։ Այս մեքենան լիակարժ է 650 ձիաուժ, գույքահարկի մասին Հայաստանում չեմ խոսում, հագեցվածությամբ, խելացի համակարգերով, հնարավորություններով գերազանցում է բոլոր մրցակիցներին, այդ պատճառով Չինաստանում վաճառքների բացարձակ առաջատարն է։ Ինչ է պետք իրական ամենագնացին, բացի բրուտալ դիզայնից։ Թե հետևը, թե դիմացը շատ մեծ մոտեցման անկյուն, անգլերենից թարգմանած approach angle, R18 անվայեցեր, վնասվող հատվածներում շատ որակյալ պլաստիկ էլեմենտներ։ Այս մեքենայի full տարբերակի դեպքում դուք ունենում եք հիդրավլիկ կախոց, պատվեսկա, որը թույլ է տալիս մեքենան բարձրացնել մինչև անհավանական 34 սանտիմետր։ Զապաս ակ, ֆարկոպ ավելացնելու հնարավորություն, 4.8 վայրկյան, 0-ից 100 արագացում, նման դասի եւ չափի մեքենայի համար շատ լավ ցուցանիշ է։ Քառակուսի ֆորմայի շնորհիվ ու 5 նստատեղի շնորհիվ ունենք շատ մեծ բեռնախցիկ։ Leopard 5-ի սրահն է, էլի շատ որակյալ մատերիալներ, դիզայնով շատ նման է Leopard 8-ի սրահին։ Ստեղ ունենք գործառնային անգլերեն լեզու, ինչպես BYD-ի բոլոր մոդելներում։ Ունենք վարման շատ տարբեր ռեժիմներ՝ մայրուղի, թաց ճանապարհ, գրունտ, օֆ-ռոդ, բոլոր հնարավոր մակերեսների համար։ Համեմատած բոլոր մրցակիցների, թե ամերիկական, թե գերմանական, թե ճապոնական, այս մեքենան շատ ավելի հագեցված ու շատ ավելի խելացի է։ Այս մեքենայի արժեքը մինչև Հայաստան բոլոր ծախսերը ներառյալ սկսվում է մոտ 54,000-ից մինչև 63,000 դոլար, բայց կա նաև շատ քիչ շահագործված մեքենաներ 10-15,000 կիլոմետր վազքով, որը կարելի է ձեռք բերել մոտ 15-20% ավելի մատչելի, այսինքն սկսած 46-47,000 դոլարից։ Վերջերս թողարկվեց նաև Leopard 8 ավելի մեծ տարբերակը։ Ստեղ խոսում ենք 800-900 ձիաուժի մասին, մեքենան 7 տեղանոց է, էլ ավելի կատարելագործված ամեն ինչում։ Բացի Land Cruiser հիշեցնող առջևի դիզայնից, ստեղ ունենք շատ մեծ լիդար, կարող եք տեսնել տանիքին, սա ապահովում է մեքենայի անվտանգությունը, լազերի միջոցով տեսնում է 200 մետր հեռավորության վրա արգելքները։ Ստեղ ունենք արդեն R21 անվայեցեր, 3 շարք նստատեղեր, ոչ պակաս ամուր ու գեղեցիկ պաշտպանական պլաստիկ էլեմենտներ, զապաս ակ, ֆարկոպի հնարավորություն, ռեյլինգներ տանիքին, այսինքն ամեն ինչ։ Ստեղ ունենք դռների դահոճիկներ, ունենք էլեկտրական պարոգներ։ Խոսանք սրահից, ստեղ կարող եք տեսնել մատերիալները, ունենք փայտից ստավկա, փայտի նման, լուսավորությամբ, ֆրանսիական արտադրության Devialet աուդիո համակարգ 18 դինամիկով, շատ լավ որակի արհեստական կաշի, ընդհանուր լավ զբորկա է ու շատ որակյալ պլաստիկ էլեմենտներով։ Ամենագնացի համար ոչ պակաս կարևոր բռնակ, ունենք 3 մոնիտոր, վարորդի, ընդհանուր եւ առջևի նստողի համար, ինչը շատ կարևոր է, մեխանիկական շատ գեղեցիկ իրականացված կնոպկաներ, անլալիցքավորման տեղ, ներքևը ունենք պարֆյում եւ ստեղ ունենք սառնարան, որը կարող է նաեւ տաքացնել ձեր սնունդը։ Երկրորդ շարքի նստողների համար նույնպես ունենք շատ ամուր բռնակ, հետևի նստատեղերի էլեկտրական կառավարում, կարելի է առաջ հետ ու մեջքը պարկասնել, նաև կարելի է դիմացի նստատեղը կառավարել, 2 Type-C port, ստեղ ունենք սենսորային կառավարման էկրաններ, շատ մեծ, գեղեցիկ, պանորամային տանիք,
Բավականին մեծ տարածք երրորդ շարքի նստողների համար։ Բոլոր նստատեղերը կարելի է այսպես պարկասնել, ստանալ հարթ տարածություն։ Եթե պարկասնեք երրորդ շարքի նստատեղերը, բավականին մեծ բեռնախցիկ կլինի։ Ու այս մեքենայի արժեքը մինչև Հայաստան սկսվում է արդեն $80,000-ից։ Եթե համեմատենք մրցակիցների հետ հագեցվածությամբ ու հոզարությամբ, իմ կարծիքով գինը մեկը արդարացված է։ Թե Leopard 5-ը, թե Leopard 8-ը շատ պահանջված են ԱՊՀ երկրներում, Ղազախստանում, Ռուսաստանում եւ կարծում եմ Հայաստանում նույնպես հետաքրքիր կլինեն։ Շատ ծանր ու որակյալ բանդալի ունի այս տեսքով, ու հիմա մի փոքր test drive կանենք։ Զգում ես քեզ ոնց որ բեռնատարի վարորդ, շատ մեծ մեքենա գաբարիտներն էլ զգում։ Շատ եմ լսել տարբեր обзорներում, որ ունի շատ լավ ձայնամեկուսացում ու հիմա ստեղ կատարյալ լռություն է, ոչ ճանապարհից, ոչ ուրիշ ոչ մի տեղից, ոչ մի ձայն չի լսվում ու բնականաբար ճոճ ունի, որովհետև շատ բարձր ենք նստած ու այս մեքենայի ամենատարօրինակ բանը իմ համար նա է, որ եթե օրինակ որոշես օֆրոդ ճանապարհ գնալ ու այդ ադրենալինը ստանալ, մեքենան ոչ մի ձայն չի հանում, այսինքն հիբրիդային է։ Ինչքանով է այդ տպավորությունները իրական լինելու։ Արագությունը իհարկե ստեղ չենք փորձարկի, մեքենան շատ արագ է։ Հիմա փորձարկում ենք ավտոպարկինգը, ստեղ ղեկի վրա կա կնոպկա։ Նշում ենք որտեղ ենք ուզում կայանել։ Ու վերջ։ Տանիքի լիդարները ու բոլոր կամերաները չեն թողի, որ մեքենան սխալ գործողություն անի։ Ու վերջ։谢谢。没关系。Leopard 5, Leopard 8 նոր կամ շահագործված կարող եք ձեռք բերել մեր միջոցով։ Բոլոր կոնտակտային տվյալները կթողեմ այս վիդեոյի ներքևում։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ սպասեք ել ավելի հետաքրքիր վիդեոների։ Լավ եղեք։